Քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ ապահովելու համար ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ազգային ժողովի հերթական համապետական ընտրությունների նախընտրական փուլում հնարավոր ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման նպատակով հետեւողականորեն իրականացնում է թիրախային օպերատիվ հետախուզական եւ անհրաժեշտ այլ միջոցառումներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մասնավորապես քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։ 13-ը եղել են ընտրակաշարք տալու, ստանալու եւ ընտրակաշարքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը եղել են ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ դեպքեր, 2-ը անձի ընտրական իրավունքին խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր։ Նշված հանցավոր դրսևորումների փաստական հանգամանքները պարզելու եւ հնարավոր հանցանշանները հայտնաբերելու նպատակով քրեական ոստիկանությունը գործընկեր իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ մի շարք հասցեներում իրականացրել է խուզարկություններ, ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։ 9 հետագայում կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը, 3-ի նկատմամբ վարչական հսկողություն, իսկ 4-ի նկատմամբ էլ բացակայելու արգելք խափանման միջոցը։ 1 անձ ներկայացվել է դաստիարակչական հսկողության, եւս 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք։ Հիշյալ դեպքերից 36-ը հանդիսացել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դեպքեր, 2-ը ընտրակաշառքի դեպքեր, տալու եւ ստանալու վերաբերյալ, իսկ 3-ը հարկադրաբար հավաքներին մասնակցելու դեպքեր են, որոնք եղել են նյութապես շահագրգռելու արդյունքում։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։ Նախաքննական մարմնի կողմից 8 անձի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց կալանավորումը, 7 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 4-ի նկատմամբ բացակայելու արգելք։ Մյուս անձանց նկատմամբ դեռևս խափանման միջոց չի կիրառվել, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները եւ կիրառելու է ողջ գործիքակազմը նախընտրական շրջանում, ինչպես նաեւ ընտրությունների ժամանակ գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։